Բարև ձեզ, եթերում վերելքահաղորդաշարն է։ Այս տարի վերելքահաղորդաշարը մի նորամուծություն է անում։ Ամեն շաբաթվա վերջին թողարկումը ուրբաթ օրերը մենք ձեզ ներկայացնելու ենք քաղաքական շաբաթ անունով վերլուծություն։ Քննելու ենք այդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր քաղաքական իրադարձությունները։ Նպատակը մի քանիսն են։ Առաջինը դուք հարգելի ազգակիրներ միշտ չէ, որ ժամանակ եք գտնում հետևելու առանցքային քաղաքական իրադարձություններին։ Ու եթե վերելքահաղորդաշարը ձեզ ամփոփ ներկայացնի շաբաթվա իրադարձությունները, կարծում եմ ձեզ օգնած կլինի, որպեսզի եւ տեղեկանաք եւ կողմնորոշվեք։ Կողմնորոշվելու հետ կապված մեկ այլ նպատակ էլ կա, որքան ես եմ դիտարկում, այդ քաղաքական իրադարձությունները, որ լինում են առանցքային, տարբեր տեսանկյուններից են մեկնաբանվում, շատ դեպքերում այսպես խորամանկ քայլեր են իրականացվում, որոնց նպատակը, ասենք, մարդուն մոլորեցնելն է։ Ես դա հետագայում օրինակներով ձեզ ցույց կտամ, թե ինչպես է արվում, ինչպես են փորձում, ասենք, ձեզ իրականությունից դժգոհողներին, ասենք, մոլորեցնել։ Դա ասացի հետագայում։ Իսկ հիմա առաջին թողարկումն է քաղաքական շաբաթ անունով, որը ընդգրկելու է հունվարի այս առաջին շաբաթը, ամսի 5-ից 9, եւ գլխավոր թեման, որը ես առանձնացրել եմ եւ որի շուրջ ես ձեզ ներկայացնելու եմ այդ իրադարձության հետ կապված անդրադարձներ, վերլուծություններ, առաջարկներ, դա եկեղեցին է, եկեղեցու դեմ պայքարը եւ թողարկումն էլ վերնագրել եմ այսպես. ինչպես պաշտպանել եկեղեցին։ Տեղյակ եք, ինչ է կատարվում եկեղեցու դեմ եւ իսկ նաեւ տեղյակ եք, թե որտեղից է գալիս այս խնդիրը։ Եթե հիշում եք, ես միացնում ամիսներ առաջ առաջին անգամ, երբ որ այսպես եկեղեցու դեմ արշավ էր եւ բավական թվով ազգակիրներ, եկեղեցասեր մարդիկ գնացին Էջմիածին, այդ թվում նաև ես այդ ժամանակ այսպես իշխանությունները կամ հակաեկեղեցականները չկարողացան ոչինչ անել մարդկանց բազմամարդության պատճառով, ես այնտեղ հենց եկեղեցու բակում լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տվեցի եւ ասացի, որ սա այս քայլերը Հայաստանից ինչ են, Հայաստանի կառավարական շենքերում ներսու դուրսանողները չեն սա մոգոնել, ծրագրել, սրանք դրսի ուժեր են անում եւ այդ ժամանակ էլ ասացի, որ այդ դրսի ուժերը շատ մեծ ծրագրեր ունեն, ինչ որ աշխարհակաղակական, որտեղ մենք խանգարում ենք իրենց եւ ազգակիրներով եւ պետությունով եւ եկեղեցիով եւ իրենք փորձելու են այնպես անել, որ մենք խանգարող գործոն չլինենք։ Եվ ասել է, որ այդ ուժերը չեն նահանջելու, ճիշտ է, ասենք այդ օրը չկարողացան ինչ-որ հաջողությունները հասնել, ես ասացի իրենք տակտիկան կփոխեն, կփորձեն այլ ուղղություններով գնալ, կփորձեն ջլատել այդ բողոքական հատվածին եւ համառելու են իրենք, որովհետեւ լուրջ նպատակներ ունեն։ Սա մենք պարտավոր ենք հասկանալ, ըմբռնել, խորհել եւ մտածել, թե ինչպես ենք դիմակայում։ Երևի թե իմաստ չունի ես կարևոր եմ ընդգծեմ, թե որքան է անհրաժեշտ եկեղեցու պաշտպանությունը կազմակերպել եւ թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ այն վերացնեն։ Եթե այդ անհրաժեշտությունը դուք չեք զգում, ես ձեզ հորդորում եմ այս հաղորդումը չնայել։ Եվ այսպես սկսում է տարին եւ հենց հունվարի 4-ին գործադիրի ղեկավարը եւ մի խումբ կրոնավորներ ինչ որ փաստաթուղթ են ստորագրում իբր թե բարոնորոգելու եկեղեցին։ Ինչ է հաջորդում դրան։ Ուրեմն այդ մի քանի հոգի գիտեք, որ Հայաստանում միացել էին, ես հիմա ձեզ ներկայացնում եմ մեջբերումներ մամուլից, մամուլասերով ես հասկանում եմ նաև համացանցը, թերթերը, ամսագրերը, ինտերնետները, ներկայացնում եմ արձագանքներ, իրավիճակ, ելքերի տարբերակներ եւ խորհենք հետագա քայլերի մասին, թե ինչպես ենք պաշտպանում եկեղեցին։ Մի կողմ դնելով, թե ինչ ենք մենք մտածում եկեղեցու մասին, որպես այսպես նոր բարձր կամ անցյալի մասին, որտեղ այսօր օրհասականը, այսօր դրա ժամանակը չէ։ Ուրեմն
Կարդում ենք Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագուն վարդապետ Ալճանյանը միացավ վեհապար հայրապետի եւ եկեղեցու դեմ արշավին։ Նա Facebook-ի իր էջում մասնավորապես գրել է. Իմ այստեղ ծառայության ընթացքին օրստորյականատես եղա մեր եկեղեցու ղեկավարության կողմէ մայրաթոռի բուն առաքելություններ, շեղումին, քաղաքական գործընթացներու մեջ ներգրավումին եւ այլ մտահոգիչ հանգամանքներու։ Վերջին շրջանին հայ եկեղեցու 10 բարձրաստիճան հոգեվորականների կողմէ բարձրացած արդար հարցերը վաղուց արդիական են եւ լուծման կարոտ։ Փառք Աստծո, որ այս բարեկարգման սուրբ առաքելության միացած է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ իր մեծ լուման կդնե Հայաստանի մեջ հոգեվոր կյանքի զարգացման գործին։ Կցանկամ իլուր Շվեյցարիա հայության եւ մեր հոգեվոր եղբայրներուն տեղեկացնել, որ ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ 10 սրբազաններուն կողմէ կազմած համակարգող խորհրդի ստեղծումը կմիանամ անոնց կանթոնի հռչակագիրին բովանդակությունը եւ ճանապարհային քարտեզը պատրաստակամություն կհայտնի իմ ամբողջական շնչով ներգրավելու հայ եկեղեցու բարեկարգման սուրբ առաքելության մեջ։ Հաշվիրման ավարտ։ Եվ կարդում ենք, հետևում ենք եւ գտնում ենք մամուլում այսպիսի հետաքրքիր հրապարակումներ, արձագանքներ։ Ինչ են ասում։ Հետաքրքրական է, որ ընդամենը ամիսներ առաջ, հունիսի սկզբին, նույն Գուսան վարդապետը ծայրահեղ հակառակ մի գրառմամբ աջակցել էր հայ եկեղեցուն եւ նրա գահակալ առաջնորդին, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, նրան անվանելով ազգային միասնության խորհրդանիշ։ Եվ նույն Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի եւ Շվեյցարիայի հայոց թեմի գործադիր խորհրդի եւ ազգային միությունների անունից գրված տեքստում կարդում ենք, որը նաեւ ինքն է ստորագրել, մեջբերում ենք, ինչ է կարդում։ Վարչապետի միանձնա կամ քաղաքական շահերեն բխող պահանջը կաթողիկոսի հրաժարականի մասին որևէ իրավական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետենալ անընդունելի է եւ մերժելի հայության հավատքի եւ հոգեվոր արժանապատվության հասկացությամբ։ Գալով վարչապետի վեհան ազատելու մասին կոչին, սա եւս անօրինական է եւ հարձակում համայն հայության հոգեվոր կենտրոնի վրա։ Վեհարանը եւ Սուրբ Էջմիածինը ոչ միայն վարչական կառույցներ եւ սրբավայրեր, այլև մեր ժողովրդի խիղճը, որտեղ կպահվի մեր ազգային եւ եկեղեցական սրբազան ու նվիրական ժառանգությունները։ Մենք որպես Շվեյցարիայի թեմ հավատավոր անդամներ եւ ժողովրդի ներկայացուցիչներ խստորեն կդարտապարտենք վարչապետի այս կոչերը եւ զանոն կդիտարկենք որպես միջամտություն եկեղեցական գործերու եւ ուղիղ հարձակում մեր հոգեվոր կենտրոն մայրաթոռ Սուրբ Էջնածի վրա։ Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական համերաշխության եւ մեր ազգային միասնության վրա։ Հասկանում եք մարդը սկզբից սա է ստորագրել, այսպես խորհուրդ հակա եւ հա վերջում էլ փառք Աստծո։ Եվ հարց են տալիս մարդիկ։ Եվ ուրեմն ինչ է Գուսան վարդապետի գլխի վայր շուռ գալու պատճառը։ Կոմպրոմատները, սա ես չեմ գրում։ Գուցե իրեն այլ հոգեվորականով փոխարինելու վեհապարի որոշումը, թե բոլորը միասին նրան ճանաչողները չեն բացառում բոլոր տարբերակներ։ Սա տեսակետը չի, բայց այս հրապարակման որ պատրաստում է տեղեկացավ, որ իսկապես Շվեյցարիայի նոր այսպես հոգևոր թեմի առաջնորդ են ուղարկել արդեն, իսկ այդ մարդը, որ երկու կարծիք էր հայտնել իրար մեջ, հույս ուներ, որ ինքը լինի, եւ պատճառներից մեկը։ Հիմա Շվեյցարիայով չենք բավարարվում, գնում հասնում ենք Ամերիկայի արևմտյան թեմ։ Այստեղ եւս խոտորում կա եւ հոգեվոր հայրերից միանում են այդ թղթին։ Եվ կարդում ենք. Ամերիկահայ հասարակական քաղաքական գործիչ Վիգեն Սոսիկյանը բազմնամակ է հեղել ԱՄՆ արևմտյան թեմի arczepiskopos Հովնան Տերտեջյանի, տեսնենք ինչ է ասում։ Եկեղեցու մեջբերում եմ։ Եկեղեցու դեմ Արցախի կործանողի հետ միավորվելով դուք ուղղակիորեն խախտում եք եկեղեցու յուրաքանչյուր իրավական եւ բարոյական օրենք։ Դուք ընտրել եք կանգնել այն մարդու կողքին, ով հայտարարեց Արցախ Ադրբեջանի մաս, այսպիսով դուք ձեր աջակցությունն ու ընդունումն եք տվել Արցախի հարյուրավոր հայկական եկեղեցիների եւ վանքերի հանձնմանը։ Դուք ընտրել եք կանգնել այն մարդու կողքին, ով դավադրաբար պատրաստվում է զիջել Հայաստանի ինքնիշխանություն հանուն մի անհասկանալի ճակերտավոր խաղաղության, որը չի պարունակում ոչ մի երաշխիք եւ ոչ մի հստակ ու համաձայնեցված օգուտ Հայաստանի համար։
Այսպիսով դուք, ինչ որ մեկի անուն է, նրա հետ միասին աջակցություն եք հայտնում Ադրբեջանին, Թուրքիային եւ ԱՄՆ-ին ընդդեմ Հայաստանի շահերի։ Սրբազան հայր, ձեր ստորագրությամբ այս փաստաթղթի տակ դուք անցել եք անդառնելիության սահմանը, ամոթ ձեզ Սուրբ Հայ առաքելական եկեղեցին եւ ամբողջ ազգը դավաճանելու համար, ներկայումս ձեր հակաեկեղեցական եւ հակահայկական գործողությունների արդյունքում Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմը գտնվում է օկուպացիայի տակ։ Իսկ թվում է այս նամակը կարելի է ուղղել եւս մեկ անգամ են 10 հոգուն, թեպետ իմաստել չունի։ Եա, այս սա հետ կապված մեկ այլ վարկած։ Տեսակ Շվեյցարիայում էր, Ամերիկայում էր, ինչ եղավ։ Վերջո այստեղից չեն կառավարում չեն ասում, չէ՞։ Ինչ է ասում Սևակ Կ. Հակոբյանը, հիշբերում եմ, ես արդեն հաստատ գիտեմ, որ խնդիրը այդ ինչ-որ մեկի և վեհապարի հակամարտության լալեն շատ վերը և անդին, խնդիրը արևմուտք արևելք մրցակցության և պայքարի խնդիր է, որը չսկսավ միայն Ուկրաինայով, ոչ այլ պիտի ավարտվի Վենեսուելայով, դեռ պիտի տեսնենք շատ եկեղեցականներ, որոնք արևմուտքի մեջ կծառայեն, կամ անոր ազդեցության տակ են, պիտի վեհապարին դեմ դուրս գան։ Այսինքն հաստատում է պարոն ինքը դարձում է ապրում, որ իսկապես սա գլոբալ աշխարհաքաղաքական շահեր է, արևմուտք արևմուտքի դեմ եւ տեղեկ մարդիկ հասկանում են ինչ է, այսինքն այստեղի այս կառավարական պալատները ամառանոցներ մտող ելնողները չեն այս ամեն ինչ անում։ Հիմա ուրիշ ինչ կա այս թեմայով, հարցը տաքանում է, խորանում է, գրող հրապարակախոս ռեժիսոր Տիգրան Ֆեյսբուքյանի Պասկևիչյանի Ֆեյսբուքյան գրառումից մի հատված տիրաթողների ինձ մի հատված եմ կարդում։ Այս փաստաթղթով, դե գիտեք, որ փաստաթուղթը ՆՓ-ն գուցե չգիտակցելով տվել է ընտրապայքարի մեկնարկը, որը ի վնաս իրենը եւ իր քաղաքական ուժի, որովհետեւ այն միանգամայն լեգիտիմորեն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին դարձնում է համախմբող քաղաքական գործոն։ Իսկապես մարդիկ ասեն շատերը, որ անտարբերել էին այս հարցի հետ կապված ակտիվանում են, դառնում է իսկապես համախմբող քաղաքական գործոն, ակամա։ Ուրեմն ինչ պետք է անել, հարցնում է Պասկևիչյանը։ Ավելի ամուր ու հաստատուն լինել ՀՍԻ մեջ եւ մանրամասն ոչ թե կողքին, այլ մեջ, այսինքն ներգրավեք որպես այսպես զինվոր։ Բ. Առնվազն եկեղեցու իրավունքների պաշտպանության հարցում հասնել քաղաքական ու հասարակական լուր կոնսոլիդացիայի։ Գ. Դիմել սահմանադրական դատարան վիճարկելու անօրեն փաստաթղթում վարչապետի դրած ստորագրության սահմանադրականությունը։ ՆՓ-ն դեպի հունիսյան ընտրություններ տանող ճանապարհին արել է ճակատագրական սխալ քայլ։ Այս իշխանության հեռացումը լինելու է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու համակարգված պաշտպանությամբ։ Դա իր կարծիքն էր։ Մեկ այլ դիտարկում ներկայացնենք քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումից։ Ինչ ասում ենք, մեջբերում ենք։ Քաղաքական տեսանկյունից տեղի ունեցածում կա շատ ավելի քաղաքական առումով մեծ ձախողում իշխանությունների կողմից։ Փաստացի այլևս այդ պաշտոնական ստորագրությամբ քաղաքական գործադիր իշխանության ղեկավարը իրեն վերապահեց իրավունք զբաղվել եկեղեցական իշխանությամբ եւ դուր բացեց հոգեվորականների համար անկաշկանդ այլևս զբաղվել քաղաքականությամբ եւ քաղաքական իշխանությամբ։ Այսինքն դու մտնում ես մեր դուռը, որ իրավունքը չունես, մեկ է դուռը բացը մեկ է կողմ։ Փաստացի ցայտնոտը տապալեց մի հսկա նարատիվ, հոգևորականը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ։ Այսինքն սա արդեն չկա, որից կառչած էր իշխանությունը որպես արգումենտ արդեն 1 տարի։ Այսինքն հենց որ մի քահանա մի բան էր ասում, դուք ինչ գործ ունեք քաղաքականության մեջ։ Ինչ ասում։ Հոգևորականները այլևս ոչ միայն իրավունք ունեն, այլ փաստացի երկրի ղեկավարի կողմից այլևս նախադեպային ուժով իրավունք ունեն դա անելու։ Որևէ մեկին այլևս թույլ չտակ օգտագործել հոգևորականը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ։ Ով որ կասի, դուք ինչ գործ ունեք, բա եկեղեցու մեջ որ իրավունքը չունեք, պետական պաշտոնյա լինելով հանդերձ։ Ուրեմն այս արտահայտությունը իրավունք չունեցելու եւ հակադարձեք այսպես որքան վարչապետը ունի իրավունք զբաղվելու եկեղեցական իշխանությամբ, այնքան էլ հոգևորականը քաղաքական իշխանությամբ։ Դա չի ասված։
Այսինքն ջարդեցին իրենց այդ քաղաքարտը, որ ունեին։ Արամեն Վարդանյանին, այս ամենը ես հավաքում եմ, ես կասեմ ինչի համար, ուրեմն ուղարկելու։ Այդպես չի լինի, եթեր ենք երարցակելու վերջ։ Արամեն Վարդանյան ՆՓ ներկայացված ծրագրում կա կետ, որը կարդալով արդեն իսկ հասկանում ես, որ Փաշինյանը Գրոտանից ազգանա պիտի չասեի, ոչ թե բարեկարգում է եկեղեցին կամ եկեղեցու հզորությամբ հետաքրքրված հավատացյալ է, այլ մայր աթոռին ՆՓ ու Բաքվի շահերի պաշտպան ԿՊԱ-ականներ ընկալում են որպես ընդդիմության աջակից եւ ներքաղաքական մրցակից։ Նրա հայտարարության մեջ այդ կետը այսպես է հնչում, այսպես գրել են. դատապարտելով եւ անընդունելի համարելով եկեղեցին քաղաքականության մեջ ներկայացրել այն տարբեր օրակարգերի եւ տարբեր շահերի ծառայեցնելու հակականոնական գործելակերպ է։ Փաստաթղթագրած է, մեջբերում ավարտ է, այսինքն շարունակում է Արամեն, այսինքն եթե եկեղեցին չներկայացրել քաղաքականության մեջ, ՆՓ եկեղեցու դեմ պայքար չէր սկսի։ Ընտրություններին ընթառաջ նա ցանկանում է ազգային հարցեր բարձրացնող եւ թուրքական իրական Հայաստան ծրագիրը մերժող մայր աթոռը չզոքացնել։ Հազար եք դիտարկման հետ։ Հիմա ուրեմն ինչի համար է այս ամենը արվում։ Դեկտեմբերի 26-ին անցած տարվա Արա Զոհրաբյանը պաստաբան հայտարարեց, որ ստեղծվել է եկեղեցու պաշտպանության համար Արթակ անուննել միջտաբերդ, որը իրականացնելու է քրիստոնեությունը, հայոց պետականությունը, հայ եկեղեցին, հայոց բանակը պաշտպանելուն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու ազգային արժեքների դեմ ոտնձգությունները կանխարգելու համար։ Այս ես ինչ որ հետո ներկայացրել եմ, ես սա ուղարկելու եմ այդ միջնաբերդին եւ ձեզ էլ հորդորում եմ եկեք կենտրոնացված գործենք, թե ինչ քայլերը կարելի անել, ես հիմա հետո կներկայացնեմ, ասենք, ուրիշների կարծիքը անհանգիստ մարդկանց։ Բայց հիշում ենք, որ սա հայաստանյան չի, սա արևելք, արևմուտք, գուցե ավելի խառը ինչ որ մեծ խավի, ինչ որ արտացոլանքներ է, սա պիտի հաշվի առնենք եւ չննջենք, եթե անգամ մի անգամ գնացինք չհաջողեցին նրանք, ասենք, վերջ։ Հիմա որպես օգնած դինենք միջնաբերդին, ես այս ամենից բացի ներկայացնում եմ նաև Վահագն Մխոյանի հրապարակը, որ բավականին ծավալ է եւ հորդորում եմ մանրամասն լսել, մի քանի անգամ կնայեք հետևություններ անելու համար։ Նախապես շնորհակալությունս Վահագն Մխոյանին գրածի մեծ մասը ես էլ եմ մտածել, գուցե ինչ-որ մասեր առաջարկել եմ տարբեր տեղեր։ Ամենայն դեպս ինքը հավաքել է։ Ինչ է ասում Մխոյան Վահագն։ Պլան ունեցողը միշտ հաղթելու է չունեցողին, անգամ եթե պլանը վատն է։ Որպես աքսիոմ պիտի արձանագրել, որ ՆՓ-ն շարունակելու է հարձակվել եկեղեցու վրա, շոշափելով թույլ տեղերը։ Ու ասենք ինքը որ հարձակվել, ինքը չի հարձակվում, իրան ասում են հարձակվի գիտակասողները ովքեր են։ Շոշափելով թույլ տեղերը, սողոսկելով ճեղքերն ու լայնացնելով դրանք։ Այս համակարգային եւ հետեւողական ջանքերը, եթե չստանան նույնպիսի համակարգային ու հետեւողական հագազդեցություն, ապա անխուսափելիորեն հանգեցնելու են եկեղեցու զավթման։ Ես լրիվ համաձայն եմ։ Այն կողմից համակարգ է գործում, ու այդ համակարգի գործողներն ասած Հայաստանում չեն, արդեն պարզ է թե որտեղ են։ Իսկ այստեղից միշտ եմ ասել, ցակուցրեք ինչ որ նաև քաղաքականության մեջ է այդպես եղել։ Վերջապես պահն է, որ այս եկեղեցու հետ կապված այս արտնացումով, ընդվզումով մենք համակարգ ստեղծենք։ Հիմա ինչ է ասում հարգելի Վահագը։ Սակայն պլան ունենալու համար անհրաժեշտ է պատկերացում կազմել կողմերի ուժերի մասին։ Սա էլ ես համաձայն եմ։ Միշտ ասում եմ, իրականությունը թե դուք չգիտեք, դուք ուտոպիական ծրագրեր եք կազմելու։ Ամենակարևորը այն է, որ պիտի հասկանալ, թե ինչ են իրենից ներկայացնում երկու կողմերի բանակները։ Եվ այսպես։ Առաջին։ ՆՓ բանակը կայուն մոբ ռեսուրսով պրոֆեսիոնալ կադրային բանակ, այսինքն եւ կա կադրային պրոֆեսիոնալ բանակ եւ մոբիլիզացիոն ռեսուրսը կոչերով դուրս են գալիս։ Ասում են եկեք գնանք այստեղ այնտեղ։ Մի անգամի համար գուցե։ Դա կադրային բանակ է, որը դա եւ ուր կամենա կհասցնի։ Այդ բանակի պրոֆեսիոնալ մասը ԿՊԱ-ական եւ մերձ ԿՊԱ-ական ակտիվն է, որոնք նրանից ունեն երկարատև շահ տնտեսական, պաշտոնական, ֆինանսական եւ այլ կամ էլ ուղղակիորեն վարձատրվում են նրանից։ Ես հիշեցի Վարդու բանակը, որ հին Հռոմի մասին վեպեր էի գրում, ասենք գալիս են մարդիկ փողով կռվում էին,
պայմանագրով, սա էլ մոտարապես դրան ման է, այդ վարձատրվող մասը էլի։ Ռեսուրսը վարչական աշխատողներն տարբեր երկրում եք ինչ-որ մի անգամ կոչ են անում գալիս են։ Երկրորդ, դա նրանք էին։ Դրանի հակառակ եկեղեցու բանակ իրենից ներկայացնում է ֆեոդալական տիպի բանակ, համալրված որոշակի կամավորական, եթե կուզեք աշխարհազորային ռեզերվով։ Ֆեոդալական տիպի բանակները որոշակի առանձնահատկություններ ունեին եւ մասնավորապես եկեղեցու բանակն էլ ունի ֆեոդալականին բնորոշ համակարգային թերությունները, այն է, այս նույն համեմատությունը ես էլ եմ կանից վերել, այնտեղ կանոնավոր բանակ է, հիշում եք, ասում են հին հռոմեական բանակի օրինակով, ասեմ, քանի որ ես այդտեղ վեպեր եմ գրել, այդ բանակի տարբեր զորամիավորումներ կազմակերպված, փորձված, իրար աջակցող, այս կողմից խառաբազմություն նույն ինքն է ասում։ Ուրեմն թերացումներն են նկատում։ Այն է, ինչ որ ֆեոդալներ մարտականչին կարող են չներկայանալ, որովհետև այդ անգամ իրենց հարմար չէր։ Սա մեկ։ Ներկայացողները կարող են ուշանալ, եթե խառն կանոնավոր չի էլի, չուսացածները ներկայանում են սահմանափակ ժամանակով, որի լեռնանալուց հետո հետ են գնում։ Նույնը ավելի մեծ չափով վերաբերելի է կամավորներին։ Սա նշանակում է, որ թեպետ եկեղեցու բանակը քանակապես էականորեն գերազանցում է նրանց բանակին, սակայն վճռական ճակատամարտի օր էջ միացնում կամ որտեղ որ լինի այդ ճակատը, կարող է մարդ չլիներ, ես սա էլ եմ միշտ ահազանգել, այո այս անգամ շատ է, բայց մյուս անգամ ով էր կազմակերպել, մյուս անգամ կարող ասի դե գնացող կան, կգնան, ինքը չգնա, ինչպես էս հարցը լուծենք հիմա կառաջարկ կա, ընդ որում այս պահին նախաձեռնությունը ՆՓ-ին ինքն է որոշում, թե որ օրը եւ որտեղ է դառնում հաջորդը, ինքն է որոշում, թե այս մեկը դարձնի վճռական, թե հիմա նահանջի։ Իրավիճակի այս նկարագրությունը հասկանում եք շատ անհուսադրող է, քանի որ ակնհայտ է, որ վաղ թե ուշ հերթական ճակատամարտի տեղում դա ստանալու է բավականին բարենպաստ պայմաններ։ Հետազոտելուց հետո ասեմ այդ հաշվարկները ինքը չի անում։ Զուտ վիճակագրորեն բազմաթիվ փորձերի ընթացքում մի օր լինելու է խիստ բարենպաստ իր համար։ Հետևաբար մեր խնդիրը հանգում է հետևյալին, ինչպես ֆեոդալական տիպի բանակով երկար տարածության վրա հետ մղել պրոֆեսիոնալ կադրային բանակի հարձակումները, ոչ թե կոնկրետ ճակատամարտեր հաղթել, այլ պատերազմը, եւ ներկայացնում առաջարկներ։ Հիմա այդ առաջարկները քննենք։ Առաջին Վերապարին գիծ ստեղծել օպերատիվ կառավարման մարմին, որը պիտի ունենա ճգնաժամային իրավիճակումներում արագ որոշումներ կայացնելու լիազորություն, այն չպիտի փոխարինի եկեղեցու կառավարման գործող մարմիններ, այդ մարմնում պիտի ներառվեն առավել եռանդուն եւ լայնորեն հոգեվորականներ։ Ես կառաջարկեի հոգեվորականներից նաեւ այլ ոլորտների մարդիկ լինեն։ Երկրորդ, եկեղեցու բանակի վերնշված թերությունները գոնե մասամբ չեզոքացնել բարելավելով եկեղեցու եւ իր դաշնակիցների միջև կոմունիկացիան, հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեն նրանց մասնակցության մասին։ Օրինակ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ով մոտավորապես ինչ ծավալով, ինտենսիվությամբ եւ հետեւականությամբ կարող է միանալ, երբ կարիք առաջանա, առանձնացնել կոնտակտային անձեր, ովքեր կապահովեն տեղեկությունների օպերատիվ փոխանակումը, իսկ ճգնաժամի օրերին նաև բուն համաձայնեցումը։ Լավ է, երրորդը ՆՓ-ն կարող է իր բանակը երբ ուզում է տանել, սակայն իրականում այդ կարողությունը բացարձակ չէ։ Օրինակ համար, եթե որևէ խաղաղ քաղաքական բողոքի թեկուզ փոքր ակցիա անցկացվի, ասենք Թալինում, եւ ապա Թալինի ԿՊԱ-ական ակտիվը մեծ հավանականությամբ չի կարողանա այլ վայր ներկայանալ ՆՓ կանչով։ Հասկացաք, միտքը այն է, որ անհրաժեշտ է քայլեր նախապատրաստել, ջլատելու եւ հյուծելու դրանց կադրային բանակը եւ մոբ ռեսուրսի ուժերը, այսինքն ցանցային պայքար պիտի անեք։ Մենք դա չենք անում։ Չորրորդ, դրանց բանակը նաեւ խոցելիություն ունի, դրանք հիմնականում երկուսն են։ Այդ բանակի հիմնական շերտը, այսպես ասենք, բնավ հասարակության սերուցքը չէ։ Հայհոյախոս քաղաքապետ, մահակապետները, շիրիմների վրա տրենգի տվող մտավորականների ճակատավոր, կիսահատված խուլիգանա խմբերը եւ այլն եւ այս մասսան ուղղակի կտածո է։ Կարող է նրանցով վերադեմ պայքարել։ Նրան միացած եպիսկոպոսները ոնց որ հատուկ ընտրված լինել, նորմալ մտված կգնանդ է։ Դրանց առնվազն կեսը պարբերաբար մամուլում սկանդալային պատմություններով են իշտակվել, ունեն հանրային շատ վատ համբավ եւ որևէ կերպ նրանց որպես եկեղեցու բարինորոքիչ չի լինում փաթեթավորել։ Այս երկու հանգամանքները չնայած քարոզչական մեծ ջանքերին, նրա վարած պատերազմը զրկում են արդար պատերազմինելու պսակից եւ հետեւաբար հանրային աջակցությունից։
անգամ հակագարեգինյան տրամադրված զանգվածներից լրացուցիչ մարդկային ռեսուրս հազիվ թե կարողանա հավաքագրել եւ ճիշտ հակառակը եկեղեցին որպես անարդարությունորեն հալածվող ունի չեզոք զանգվածներից մարդ հավաքագրելու պոտենցիալ այնուհետև հեղինակը նշում է որ նա հաջողություն չունեցավ վեհարանը վեհի կրիչալ կան իրագործելով կուսակալության ուխտի հաղթման մասին բամբասանքներով 18+ վիդեոներով ԿԳԲ-ի գործակալ կեղծիքով բարենորոգման հանձնաժողով եւ այլը սա ներկայացնում է ու փաստելով շարունակում է այս հանգամանքը որ քարոզչական ճակատում տապալվել են այդ իսկ ճակատումները ավանդաբար ուժեղ էր հնարավորություն է տալիս հենց մեդիայում ուժեղ հակազդեցություն կազմակերպել ընդ որում այս գործում եկեղեցին ունի բնական դաշնակից նրանից անկախ մամուլը կարևոր ընդգծում քարոզչական ճակատում նրա տապալումը դեռ շամպայն բացելու առիթ չէ զգուշացնում է եւ ճիշտ է անում եւ հետեւաբար մամուլի հետ աշխատանքները ինտենսիվացնել այդ թվում եկեղեցու մասին որոշակի լուսավորչական աշխատանքը եկեղեցու համար խիստ առաջնահերթություն է ես ինքս դիմել եմ Մայրաթորին որպեսի վերեք հաղորդաշարին պարբերաբար ասենք իրենց կողմից ընտրված բարձրաստիճան քահանա գիտնական գա եւ եթանացուն ես խոստացել եմ դեռ սպասում եմ արձագանքի այս կետով կարելի ասել եւ ես իմ գործը անում եմ ահա որ հասանք Անշուշտ եկեղեցի նաև պիտի ընդառաջ գնա եւ պատրաստական լինի պատասխանել լրագրողների հարցերին։ Դիցուկ Արշակ Սրբազանի հարցազրույց այդ իմաստով շատ հաջող ստացվեց։ Նաև խիստ օգտակար են հոգեվորականների ազատ ոճի շփումները լրագրողների հետ, ինչպես օրինակ Տեր Վրթանեսի հարցազրույցն է։ Ես հմայված եմ Տեր Վրթանոսով, անկեղծ ասած ես իրեն ճանաչել եմ, երբ օձունում էր եւ անկեղծ ասած երկար զրույցներ ենք ունեցել, ամենայն դեպս ինձ համար բացահայտում էր եւ ողջունում եմ իրեն, ողջույններս ձեզ Տեր Վրթանես։ 5-րդ, մեկ այլ ճակատ, որտեղ եկեղեցին կարող է ավելի նախաձեռնողական լինել իրավական ճակատն է։ Ցավոք սրտի իրավական գործիքակազմը գրեթե չի կիրառվում, հավանաբար նկատի ունենալով թե միևնույն է ռեժիմի ենթակա դատաիրական համակարգում որևէ արդյունքի հնարավոր չի հասնել։ Դա մոլորություն է հետևյալ պատճառներով։ Նախ անգամ դատաիրավական համակարգում նրա իշխանությունը դեռևս բացարձակ չէ եւ ռեժիմի կամքին հակառակ որոշումներ դեռ շարունակում են կայացվել։ Հետո մյուս կողմից որ տեսնեն դուք մեծականակ եք, դատավորներն մի քիչ ոգի կունեն։ Հաջորդը նաեւ պիտի հստակացնել թե ինչն է ակնկալված արդյունքը իրավականի։ Եթե եկեղեցու դեմ անօրություններ գործած բոլոր անձանց արարքների լիարժեք իրավական գնահատական, ապա իհարկե այդպիսի արդյունք չի լինի, բայց արդյոք նիկոլական ռեժիմը այնքան ռեսուրս ունի, որի վիճակի է բացարձակ անձեռնմխելիություն ապահովել իր խուլիգանախմբերի բոլոր անդամների համար։ Դատական հայցերը կամ առանձին դեպքերում հարուցված քրեական վարույթները լրացուցիչ գլխացավանք ու զսպող հանգամանք են, համաձայն եմ։ Շարքային խուլիգան ինչքան էլ իրեն անպատիժ զգա, լրացուցիչ անգամ հարցաքննության կամ դատարան ներկայացնելու ցանկություն հազիվ թե ունի եւ վերջապես անգամ քրեական վարույթներ ապօրինաբար չհարուցելու դեպքերը կամ դատարանի որոշմամբ բացված վարույթներով անգործության դեպքերը, եթե այդ ամենը համակարգված փաստագրվեն ու հայրանացվեն, նույնպես խիստ օգտակար են։ 6-րդ Սա ոչ թե հալածանք է միայն հայ եկեղեցու նկատմամբ, այլ առհասարակ կրոնական կազմակերպությունների դեմ հարձակման առաջին ալիքն է։ Այսինքն այս պրոցեսը ընդհանուր հակաքրիստոնեական ու հակակրոնական պրոցես է։ Իդեպ օրինակ այս պրոցեսներով հետաքրքրվող արևմտյան կրոնական գործիչները սա շատ լավ հասկանում են եւ հենց որպես հակաքրիստոնեական էլ գնահատում են։ Եվ հետեւաբար անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել նաեւ եւ Հայաստանում եւ դրսում որպես կրոնական կառույցների դրսում այլ կրոնական կառույցների հետ եւս, ու սա անկախ փոխադարձ վերաբերմունքից։ 7-րդ Խիստ անհրաժեշտ է վաղաժամ նախապատրաստվել այն բանին, երբ նորանոր եկեղեցիներ կզաղթվեն ռեժիմի կողմից։ Սա ես անչափ կարևորում եմ։ Այսօր արդեն իսկ ունենք մի իրավիճակ, երբ Օհանավանի հավատացյալները զրկված են հաղորդություն ստանալու, մկրտվելու, պսակվելու եւ այլն հնարավորություններից։ Նույնը կարող է պատահել այլ եկեղեցիների դեպքում նույնպես։ Եվ հետեւաբար անհրաժեշտ է քահանաներին նախապես պատրաստել, եթե կուզեք ինստրուկտաժ անել, թե ինչ գործողություններ անեն զավթման պարագայում։ Եվ ոչ միայն քահանաները ինչ գործողություններ պիտի նրանք կատարեն նախքան հավանական զավթումը եւ ինչ գործողություններ զավթման պարագայում եւ ոչ միայն քահանաները, նաեւ սարկավակները, դպիրները ու աշխարհական հավատացյալներ։ Օրինակ,
քահանաները յուրաքանչյուր համայնքում պիտի նախապես ընտրեն դաշտային պատարագների եւ այլ ծեսերի համար պատշաճ վայրեր, եթե եկեղեցին խլվել է, եւ հավատացյալ ժողովրդին նախապես բացատրեն, թե զավթվում պարագայում ուր եւ ինչու պիտի գնան։ Ձև է, քահանաներն ու եկեղեցու մյուս սպասավորները նաև պիտի նախապես անհրաժեշտ իրավական խորհրդատվություն ստանան, որպեսզի հստակ իմանան, թե իրենց հանդեպ ոտնձգությունների պարագայում ինչ արդյունավետ իրավական քայլեր ձեռնարկեն։ Եվ վերջին 8-րդը եւ ամենակարևորը անշուշտ սեփական օրակարգով անշեղորեն շարժվելն է։ Դրա լավագույն օրինակը Մայրաթոռի ասպատակության օրը վեհապարի պահվածքն էր, երբ Գարեգին բեն չնայած տաճար ներխուժել փորձող խուլիգանա խմբերին անգամ հանդարտ ու անվրդով շարունակեց հնչեցնել իր հայրապետական խոսքը։ Սա կներեք Պաթոսի համար, բայց նավը փոթորկող ծովում վարող կապիտանի կեցվածք էր, որը պիտի օրինակել լինի շարքային նավաստիներիս համար։ Ավարտեցի այս պարոնի մեջբերումը, բայց եթե համաձայն շարունակվում է, լրացում եւս Էդգար Էլբակյանի մոտ ես տեսա, ինքը առաջարկում էր մի կայք հիմնել հենց եկեղեցու պաշտպանության, որտեղ գրառումներ կարվեն, ով ուր է գնում, ինչ է անում, ով ինչ կարող անել եւ այսպես համակարգված գործեն։ Սա էլ օգտակար է, ես կայքի հետ կապված ես հետագայում ձեզ կասեմ, ավելի մեծ ինչ որ մի կայք ասեմ, կառույց ասեմ, որը ես առաջարկում եմ ստեղծել, ասենք ազգակիրների միություն անունով, այնտեղ եւ եկեղեցու պաշտպանության խումբը պիտի լինի, ասենք այս Միջնաբերդը եւ այնտեղ կար կրթության ազգային խորհուրդ եւ ուրիշ շատ խորհուրդներ, իրենց ինքնավարությունը պահպանելու պիտի համակարգված գործ է, որտեղ ինչպես նշվեց, դարձում զոր համակարգ է մեր դեմ։ Եվ ահա վերջում իմանում ենք Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանից, որ շատ մոտ ժամանակներում ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի, եւ ինչպես ինքն է ասում, բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պարակտվածությունը, որի բերև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է որ կան, եւ մենք մեծ հույս ունենք, որ մարդիկ ինչ որ միտեղ կստապվեն, կհասկանան, նաեւ ճնշումները ինչ որ միտեղ կարող են իրեն գնահատել համարժեք եւ լինել եկեղեցու մեջ։ Սա իր խոսքն էր, հավելենք, որ ազգային եկեղեցական ժողովը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցը, ժողովի նիստը հրավիրում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Այս ամենը, որ ես ձեզ ներկայացրեցի, ասեցի չի լինելու հնչել եւ այլ։ Ես սա անձամբ ուղարկելու եմ Միջնաբերդի կայքին կամ հենց նախաձեռնողին եւ նորից եմ ասում եզրափակելով սա անչափ կարևոր գործ է, ելի ես կանդրադառնամ, դուք էլ ամենայն դեպս եկեք աջակցենք Միջնաբերդին, ով ինչքան որ կարող, եթե կան այլ կառույցներ եկեղեցու պաշտպանության, չի խանգարում, բոլորդ մի խորհուրդ ստեղծեք, այս ամենը արեք։ Եվ ժամանակն է, որ մենք սկսենք ինքնակազմակերպվել, համակարգ կառուցել, եկեղեցին առիթ է տվել, եկեղեցի հետ կապված այնտեղ մշակութային, կրթական եւ այլ, ես ես դա ներկայացրել եմ, հիմա չծանրաբեռեմ, առաջիկայում նորից ենք ներկայացնում արդեն կոնկրետ քայլեր անելով, որտեղ պահը օրհասական է, մենք նահանջելու տեղ չունենք։ Ազգակիրների ինքնակազմակերպում անանով ես ձեզ սխեմա եմ ներկայացրել, առաջիկայում էլի կներկայացնեմ հաջորդիվ, իսկ այսօր բավարարվենք այսքանով։ Միշտ նոր հանդիպում։